Կուզենամ լավ բարեկարգ Հայաստան ունենանք, մարդիկ լավ ապրեն, աշխատանք ունենան, որ կարողանան իրենց ապրուստը հայթայթեն, աշխատատեղեր էլի, որ ջահելները Ռուսաստան չգնան, որովհետև անկեղծ ասած իմ տղան շատ գնաց Ռուսաստաններ, հիմի ճիշտ է գործ ունի, բայց դե կա էլի մտավախություն, որ հանկարծ գործը չլինի գնա, աշխատատեղեր, խաղաղություն ամենակարևորը ու խելացի վարչապետ։ Թող լինի ազգասեր, խաղաղությունը պաշտպանվի, մեր երեխաները անհոգ մանկություն վայել են։ Ժողովրդին տերկայնող պետք է ալի, ուրիշ ոչ բան, ժողովրդի մասին մտածող։ Որ ասեմ թռել ենք, չենք թռել։ Թոշակը կբավարարի, եթե կոմունալ ծախսերը չլինի։ Ամենամեծ ծախսը դա գազն ու լուսնն է, որ շատ թանկ է թոշակառուների վրա։ Խանութի թանկությունը մեզ մի կիլո պամիդոր չենք ուտի, կես կիլո կուտենք, բայց կոմունալ ծախսերը շատ է թանկ։ Թոշակառուկին եմ ասել ջան, ներկայությամբ, հա, ես մի դեղորայքի, ես իմ ինչ եթե ծկծկեմ, ես իմ ինչեր եմ ամեն դեպքում գնում ես մի հատ հարցոտի մեծ, ես չկա, ինչ չկա, բայց կա։ Բայց ասում են չկա։ Դեղի կես փող ասմա դուր, կեսն են մենք բանում, դա ոնց կա։ Խաղաղասեր առաջի հերթին, հետո էլ ժողովրդի կողմից էլի ընտրված մարդ, ուժեղ մարդ, որ կարենանք մեր նպատակներին հասնենք, միջև հմի էլելա, բայց չենք կարեցել ոչ մի բանի հասնենք, բայց մի կխնդրենք, որ հասնենք ամեն ինչի։ Վարչապետը պետք է լինի բանակում ծառայած։ Առաջի երկ բանակում ծառայած, շաշուգիժ չլի թոշակը ստացող։ Շաշուգիժը հասկացար, որ գժի դիպլոմ են անում, բանակ չենք։ Հետն է թոշակ են ստանում։ Այդ կոմիսիան անցկացրեք նոր վարչապետ։ Եթե բանակում ծառայել ինչի է տեխնացություն դնում։ Եթե գժի դիպլոմ ունի, ինչի է թոշակը ստանում։ Գիժը վարչապետ կլի կամ իր հարազատներից, իր երեխեքը, երեխաները ման ծառայել են, թե չեն ծառայել։ Դուք մասնակցելու եք ընտրություններին, ունեք նախընտրած տեխնացու։ Չունեմ, բայց կմասնակցենք էլի, կմասնակցենք։ Եթե մի խելքը գլխին մարդը լի կընտրենք։ Հզոր ղեկավար ասես, հզոր։ Թուրքին մի լավ ջարդ տալա, այդ է։ Որ առաջընթաց նկատվի մեր ժողովրդի համար։ Ոչ թե ասի, եթե ես չընտրվեմ, սեպտեմբերին պետք է կռվի։ Իմ ականջով լսած եմ ասած։ Մեկ էլ մի բան հաշվի առած, որ ցեղասպանություն էր, բոլորն ուզում էին ճանաչեին, բայց այդ անբավ էր համարեցին։ Կամ մեր արած բանևից հաներ։ Հիմա էլ ստիպեմ որ սահմանադրություն փոխի, նա ով է որ սահմանադրություն փոխի։ Խաղաղ երկիր ունի, մեր երիտասարդները, մենք լավա տեսել ենք ազգան, սովետի օրոք։ Խաղաղ լինի, մեր սերունդը, աճող սերունդը, լավ երկիր տեսնի էլի։ Մասնակցելու եք ընտրություններին։ Բա ոնց, անպատճառ։ Ունեք դուք նախընտրած տեխնացու։ Դե չունենք ասեց, որը կգա բարին հետը, կիմանանք որը որից հետո։ Ստեփանավանի համար ինչ խնդիրներ կառաջնացնեք դուք։ Հայ փողոցները, այս մեր Հայաթի ասֆալտը, որ պատրաստեն շատ լավ կլինի։ Այս կեղտոտությունը, այս թափածը, այս փողոցների կեղտը, ինչը, ամեն ինչը։ Իսկ Փաշինյանը ինչպես աշխատեց այս 8 տարվա ընթացքում։ Ես չեմ ուզում Փաշինյանի մասին ոչինչ խոսամ, Ազիզ ջան, կներեք։ Ընտրություններին մասնակցելու եք։ Անպայման։ Շատ խնդիրներ կա։ Կթվարկեք մի քանիսը։ Անվտանգությունը դա առաջի հերթին է, ու մնացածը նա է, որ ժողովրդին մի քիչ ավելի լավն է։ Այսօրվա դրության ասում են, այն ալեցինք, ես էլ հարկ եմ տալի դրա համար, որ անում ենք։ Այսինքն իմ փողով իմ շենքն եք սարքում, իմ դպրոցն եք սարքում եւ այլն։ Հետո ծերին ավելի լավ վերաբերմունք է պետք։ Աշխատատեղը ավելի կարևոր է։ Անվտանգություն ամենակարևորը, մարդու իրավունքները։ Նման մարդ է պետք, որ այսինքն ժողովրդին հաճելի լինի։ Իսկ Փաշինյանի կառավարման տարիները ինչպես եք գնահատում։ Բայց շատ բաներ կորցրեցինք, ասենք, ու կա բարերարում կա, որ ասենք չկա, կա։ Տարածքային կորուստներ շատ ունենք, դա ոչ մի խոսք։
Եվ այդ համատեքստում ինչքանով է ձեզ համար հասկանալի Փաշինյանի այն հոզունգը, որ եթե ինքը չընտրվի, պատերազմը Չդրանթունելի է, ով ուզում ալնի, չլինի Փաշինյանը, չլինի ով ուզում ալնի, ով ուզում ալ, դա անընդունելի է։ Այսինքն եթե ես ինձ վրա ասեմ, եթե ես չլնեմ, այսինքն մարդը չի ապրելու, ոնց կարող է դες բան լինի։ Իհարկե վիրավորական է, իհարկե անընդունելի է։ Այսինքն ինչ։ Ես չլնեմ, մարդ չի ապրի, նորից եմ ասում, չէ, դա տենց բան չի կարող լինի, դա անընդունելի է։ Ես չեմ ընդունում դա։ Բայց մարդը հնարավոր է, որ ինքը ինչ-որ մի բան գիտի, ես չեմ կարող ասեմ։ Վերաբնակեցման մասին ինչ արձագանք ունեք։ Թուրքերի հետ ես չեմ ապրի, անձամբ ես չեմ ապրի։ Որովհետև ես եմ տեսել պատերազմը 90-ական թվականներին, եղել եմ պատերազմի մասնակից։ Այն որ կա մեր մեջ ենքենը, այն ողային, որ թշնամանքը դա կա։ Իսկ պետք է զգուշավոր լինենք ադրբեջանցիների հետ։ 15 թվից մեր ազգը կոտորվել է թուրքի ձեռքով։ Դրա համար մենք միշտ պետք է զգոն լինենք, ուշադիր լինենք։ Չի կարելի ինչքան թշնամին բարեկամություն ուզենա անի իրան ներքին նոզողքին կպաշտպանում է։ Արմատախիլ չի մաքրվում, մաքուր չեն լինում մարդու հանդեպ։ Հիշաչար են լինում։ Երկարաժամկետ խաղաղության երաշխիք կա։ Որելի լավ կլի։ Մեր ջայլ երեխեքը իզուր տեղը չեն տանջվի։ Որելի։ Որ չի ասում որ լինի։ Դե մի սկանում ես, նա ուրիշ ասեմ, ստեղ ուրիշ են ասեմ, նա ուրիշ բան է ուզում են, մեկը խաղաղություն չի ուզում են մի պրեզիդենտը։ Շատ բան են ասում իրանք, բայց ոնց։ Ունենք դարերի պատմություն, ոնց կլինի որ դա իրանցն է։ Ադրբեջանն էլ մերն է, չէ՞ որ։ Մենք այնքան տարածքներ ունենք, բայց մերը չի։ Ծովից Հայաստան ա եղել։ Ուր է։ Մենք ինչ կանք հիմա այս պայն էս կանք։ Իսկ այս եղածը պահելու համար գոնե ինչ է պետք։ Հզոր ղեկավար, լավ ղեկավար, որ թույլ չլինի, ասածը արվի։ Ասածը արվի։ Ամենակարևոր բանը դա է։ Մարդ իր խոսքից հետ նահանջ չի ունենալու։ Որ կարողանանք ինչ-որ մի բանի հասնենք։ Գույնը սենց պահենք, հա, այսինչ, գույնը սենց։ Այսինքն որ Երանի չտանք, ասենք այն ժամանակ էլ էր լավ։ Երկարաժամկետ խաղաղությունը եւ կարճաժամկետ խաղաղությունը դա թռուցիկ չի։ Խաղաղությունը դա ստիպողական է։ Պետք է ստիպես, որ դիմացինդ քու հետ խաղաղ։ Խնդրելով չի խաղաղություն։ Պարտադրելով։ Ու պատմության մեջ միշտ էլ խաղաղությունները, պայմանագրերը, բանակցությունները պարտադրելով են արել, ոչ թե խնդրելով, աղաչելով։ Մենք աղաչանքով ենք հանդես գալի, աղաչելով խաղաղություն չի լինի։ Մեր ցավոր արևելքն ու հարավային Կովկասը պատմության մեջ եղել են ժողովուրդների մսաղած, այդպես է շարունակվում։ Մենք այս գիշատիչ պետությունների արանքին մենք որ կարում ենք հազվադի բյոլա ենք գնում։ Դրա պետք է հզորանանք, բայց դե մենք չենք կարող հզորանանք, որովհետև չունենք այն, որ պետք է ունենանք։ Ինչ չունենք։ Նավ չունենք, գազ չունենք, չգիտեմ ինչ չունենք եւ ամենակարևորը մեկից նկատմամբ հարգանք չունենք։ Ուզում եմ խաղաղությունը լինի։ Արդեն մի անգամ պատերազմ տեսել եմ, որովհետև թորս մասնակցել է 44 օրյային, հիմա էլ մյուս թորսա ծառայության մեջ երբեք չեմ ուզենա պատերազմ լինի։ Դա Աստված խաղաղություն լինի, ով էլ որ նստի վարչապետ կարողանա իմի բերի էլի խաղաղություն։